Բարև ձեզ, եթերում Բանաձևն է, հայտնի է, որ մարտի 1-ը քաղաքապաշտպանության միջազգային օրն է, այդ օրը փրկարարները Երևանում հատուկ դասեր են անցկացրել աշակերտների հետ։ Ընդհանրապես գարնան առաջին ամիսներին արտակարգ իրավիճակների նախարարության ամենածանրաբեռնված աշխատանքային սեզոնն է, երբ այսպես կոչված ուսումնական վարժակներ են իրականացնում հասարակության տարբեր խավերի եւ տարբեր կազմակերպությունների հետ։ Այդ պատճառով որոշեցինք խոսել արտակարգ իրավիճակներում մեր երկրի պատրաստվածության մասին, դե ամեն ինչ չէ, որ այս օրերին պետք է քաղաքականության մասին լինի։ Երբեմն կարող են լինել նաեւ բացառություններ։ Եվ այսպես քիչ անց Բանաձևի տաղավարում կլինի արտակարգ իրավիճակների նախարարության նախարար Արմեն Երիցյանը, իսկ մինչև այդ համառոտ տեղեկանք կային աշխատանքի ու մարտահրավերների մասին։ Փրկության հեռախոսը 911 արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջապես գործարկեց միջազգային մեկ միասնական համար ունեցող 911 ծառայություն է։ Նախորդ տարի այս համարով զանգել է 1 միլիոնից ավելի մարդ։ Այն ուժեղացնում է կանխարգելումը։ Նախարարությունը հիմնել է նախարարության տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերահսկման GPS համակարգը։ Ներդրվել է մարդկանց զանգվածային կուտակման վայրերի տեսավերահսկման համակարգը։ Միացվել է Երևանի մետրոյի տեսավերահսկման համակարգի 11 կայանների 164 տեսախցիկներին։ Այն արդեն ունի եզակի շենքերի, շինությունների, տարածքների հակահրդեհային ավտոմատացված վերահսկման եւ ազդարարման տարածաշրջանային եզակի համակարգ, արագ արձագանքման վրանային ճամբար, 9 շարժական եւ 15 ստացիոնար հակակարգտային կայան, ծանրաքարշ ամենագնաց դժվարամատչելի վայրերում հրդեհաշիժման բաքերով եւ սարքավորումներով։ Արտակարգ իրավիճակները ուժեղացնում է նաեւ երկրաշարժերի կանխատեսումն ու մոնիթորինգը։ 5 սեյսմիկ դիտակայան է տեղադրվել Երևանում, եւս 9 մարզերում։ Նորագույն սեյսմիկ կայան է տեղադրվել ատոմակայանի շրջակայքում, 15 հորատանցքերում մոնտաժվել են սարքավորումներ ուժեղ երկրաշարժերը կանխատեսելու համար։ Փրկարարական ծառայության եւ մասնագետների որակի բարձրացումով հանդերձ այսօր թերևս ամենագլխավոր խնդիրը մնում է բնակչության պատրաստվածությունը, ինչպես վարվել, կանխել խուճապը, գործել օպերատիվ եւ չխանգարել փրկարարներին, ինչպես պատահարը չդարձնել աղետ, արագ կողմնորոշվելու, արձագանքելու եւ փրկելու Բանաձևը։ Եվ այսպես արտակարգ իրավիճակների մասին այսօր խոսելու ենք արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ, բարև ձեզ պարոն Երիցյան։ Նախ ուղիղ 3 տարի առաջ այս օրերին նշանակվեցիք նախարար, ինչպիսին էր այս 3 տարին, երբ որ նշանակվում եք, պատկերացնում եք աշխատանքի այս ծավալը, դա ավելի հետաքրքիր էր, քան ձեր նախորդ աշխատանքը, թե ոչ։ 2008 թվականին, ինչպես դուք գիտեք, ստեղծվել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ընդհանուր առմամբ նախարարությունը ամենաերիտասարդ նախարարություններից մեկն է այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում։ 2010 թվականին դուք ճիշտ նկատեցիք, հենց մարտ ամսին ես նշանակվել եմ որպես արտակարգ իրավիճակների նախարար եւ կարծում եմ այն ժամանակ, երբ նշանակվեցի, ինձ համար շատ դժվար էր։ Շատ դժվար էր, որովհետեւ ինձ համար շատ անծանոթ ոլորտ էր արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ կարծես թե մտածում եի, որ այն պարտականությունները, որ դրված էին ինձ վրա, ես չկարողանամ կատարել։ Առաջին հայացքից այդպես էր եւ գիշերները ես շատ ժամանակ մեղմ ասած սովորում էի, որ առավոտյան կարողանայի խորհրդակցություններ անցկացնել, որովհետեւ նախարարությունը ինքը բազմաոլորտ է։ Այնտեղ փրկարար ծառայություն, սեյսմիկ ծառայություն, հիդրոմետ, տեխնիկական անվտանգություն, պետական ռեզերվներ, ակադեմիա եւ այլ տեսչություններ տարբեր եւ բոլոր ուղղություններով աշխատանքները պետք է տանեինք մենք առաջ։ Բայց 2010 թվականին մենք մի շարք կառավարության որոշումներ ընդունեցինք, որով մենք կարգավորեցինք մեր աշխատանքը եւ 2010 թվականը ես ուզում եմ նշել նաեւ այն հանգամանքով, որ մենք ունեցանք աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմա, որը ես շատ եմ այսօր կարևորում, տարածաշրջանում դա եզակի դեպք էր եւ այսօր միայն մենք ենք, որ ունենք ազգային պլատֆորմա։ Եվ հիմնականում այդ ազգային պլատֆորմի հետ կապված մենք աշխատանքները սկսեցինք շարունակել եւ 2011 թվականին, 12 թվականին մենք արդեն կարողացանք ստեղծել ճգնաժամային կառավարման կենտրոնը։ Այսօր Հայաստանի Հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնը ես կասեի, որ եւ տարածաշրջանում լավագույններից մեկն է եւ ԱՊՀ երկրներից, եթե մենք վերցնում ենք Ռուսաստանից հետո մեր ճգնաժամային կառավարման, ուրեմն տեխնիկապես հագեցվածությունը եւ արդեն 35 երկրներից տարբեր ՄԱԿ-ի անդամ երկրներից եղել են մեզ մոտ ուսումնասիրելու ինչպես եղավ, որ մենք կարողացանք 2-3 տարվա ընթացքում հասնել դրան։ Ճգնաժամային կառավարման կենտրոնում հավաքում են բոլոր տեսակի ինֆորմացիաները, որ հետագայում պետք կարող է գալ, եթե աղետ է տեղի ունենում կամ ինչ-որ մի դեպք է տեղի ունեցել, ամբողջ ինֆորմացիան այնտեղ հավաքում է եւ այնտեղ ամենօրյա ինֆորմացիա է։ Այսինքն այնպես չի
որ ինֆորմացիան ամիսը 1 կամ շաբաթը 1 է գալիս, ամենօրյա ինֆորմացիան եւ Այս ես չեմ հասկանում, որ այդ կենտրոնի գլխավոր ֆունկցիան ավելի շատ մոնիտորինգ անելն է, որտեղ ինչ վիճակ է, որպեսզի նախ օպերատիվ արձագանքեք, երկրորդը տեսնեք թե ինչ է կատարվում։ Այո, օրինակ ես հիմա տեսեք դուք մոնիտորինգ ասելով, հիմա մենք մեր երկրի մոտավորապես 15% սողանքային գոտիներ են։ Այդտեղ տեղադրվում են մեր կողմից մայակներ, համապատասխան այնտեղ մայակներ, որ դա ինչ են։ Դրա միջոցով մենք տեսնում ենք հողի շարժը, այսինքն այնտեղ կեղևի շարժը, եթե սողանքը պետք է լինի, արդեն շարժում է, եթե շարժում է միանգամից ճգնաժամային կառավարման կենտրոնում մենք տեսնում ենք։ Եթե ինչ է կանում։ Եթե մենք արդեն նկատեցինք, իրազեկում ենք նաև տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե կա այնտեղ բնակիչներ կան, այնտեղից արտահանում ենք, մի խոսքով տարբեր ուղղությամբ աշխատանքներ։ Պարոն Երիցյան, անցած տարի գործարկվեց 911-ը։ Նու դա հայտնի է, որ դեռ 90-ականներին կար համանուն հաղորդում, Փրկության հեռախոսի 911, ասացեք խնդրեմ, կոճակին սովորելը շատ դժվար է, 102, 103, այդ ամեն ինչը, որքանով ձեր համար անսպասելի էր, որովհետև 1.300.000 զանգ մեկ տարվա ընթացքում դա քիչ չէ, դուք սպասում եք այդպիսի ծավալներ ու որոնք էին հիմնական դժվարությունները։ Ճիշտ ասած, երբ մենք ստեղծեցինք 911-ը 2012 թվականի հունվարին, ես շատ մտահոգված էի, որովհետև մտածում էի կարողա մեղմ ասած չկարողանանք այն պարտականությունները, որ մեզ վրա կդրվի կատարել։ Բայց հիմա 911-ը, որ դուք ասացիք 1.300.000, դա կազմում է մոտավորապես 52.4% զանգերի 01, 02, 03, 04, 05 տարբեր ծառայություններին, որ զանգ են տալիս, 52.4%-ը մենք վերցրել ենք մեզ վրա, դա մոտավորապես օրվա ընթացքում ստանում ենք 4-ից 5,000 զանգեր, տարբեր զանգեր են լինում։ Բոլոր ուղղություններով մենք աշխատանքներ տանում ենք, եթե ազգաբնակչությունից զանգ է տալիս, մենք գնում եւ օգնում ենք։ Որքան հասկանում դա դեռ գործում է Երևանում միայն։ Մարզերում էլ պետք է լինի։ Մարզերում ուրեմն ես հրամանը ստորագրել եմ արդեն ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը մարզերում։ Մենք կա նախապատվություն, որ մարզից սկսենք։ Հիմնականում մենք սկսելու ենք Շիրակ, Լոռի, Տավուշ եւ Սյունիք մարզերը, 4 մարզերը, բայց ընդհանուր բոլոր մարզերով արդեն հրաման ես տվել եմ, որ մեզ ներկայացնեն ինչպիսի աշխատանք պետք է տանենք եւ ինչ տեխնիկական հագեցվածություն պետք է ունենան։ Ինչ կլինի, եթե ունեք Վայոց-Ձորի մարզի զանգին 911։ Ուրեմն հիմա էլ որ զանգ են տալիս 911, մեզ մոտ ճգնաժամային կառավարման կենտրոնում մենք բոլոր մեր փրկարար հրշեջ փրկարարական ջոկատները, որ այսօր գործում են, դրանք մոտավորապես 70-ն են, բոլորը մենք on-line տեսնում ենք։ Այսինքն եթե զանգ են տալիս 911, միանգամից կապնում ենք մենք տվյալ հրշեջ փրկարարական ջոկատին եւ հանրականը իջեցնում են դա ճգնաժամային կառավարման կենտրոնը։ Եվ միանգամից մենք տեսնում ենք քանի վայրկյանից դուրս եկան իրանք։ Այսինքն մենք տեսնում ենք տվյալ հրշեջ փրկարարական մասը եւ դրա հետ մեկտեղ մենք մեքենաների վրա տեղադրել ենք GPS համակարգեր, տեսնում ենք այդ GPS համակարգով երբ գնաց ինչքան վարելիք օգտագործեց, ինչքան ջուր օգտագործեց, մի խոսքով ամենը գտնվում է հսկողության տակ։ Կա ինչ-որ չափանիշ, թե որքան արագ պետք է արձագանքեն եւ որքան արագ պետք է տեղ հասնեն։ Իհարկե, բայց այստեղ կա խնդիրներ հեռավոր շրջանների հետ, որ հեռու կան գյուղեր, որ շատ հեռու են գտնվում։ Անցած տարի դուք նաեւ այսպես ասած լրատվական գլխագրերում հայտնվեցիք կապված ձեր նախաձեռնության հետ եւ աշխատանքի ընդունեցիք 30 հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Նախ առաջինը ինչպես է նրանց հետ աշխատելը, պարտաճանաչ են թե ոչ, արդյոք կա տարբերություն թե ոչ։ Ես ձեզ ասեմ, ընդհանուր մենք պետք է ընդունենք 30, բայց ընդունել ենք դեռ 14, մենք դեռ հայտեր ընդունում ենք։ Ես կարող եմ ասել, որ մեր լավագույն աշխատակիցներից են։ Վերջերս մենք մարտի 8 էինք անում եւ երբ ես գնացի, տեսա մեր աղջիկները, մեր հաշմանդամները, որ ապարում էին, այնտեղ շատ հուզիչ էր։ Բայց դրա հետ մեկտեղ իրենք էլ ես իրենց էլ ասեցի, որ շատ ֆիքս տուլոտ են իրանք, այսինքն կարողանում են ինտեգրվել եւ ինտեգրվել են մեզ հետ։ Եթե իրենց հետ մենք աշխատում ենք որպես սովորական աշխատակիցների հետ, այսինքն ես իրենց ասել եմ, եթե վատ աշխատեցին աշխատանքի եւ տուժ կստանան եւ կհեռացնեն, բայց դեռ իրենք իրենց աշխատանքով փայլում են եւ ես ասում եմ կեցես եւ մենք շարունակելու ենք այս աշխատանքները։ Անցած տարի դուք, եթե չեմ սխալվում, հիմա նախարարությունը կառուցում է այսպես կոչված արտակարգ քաղաք Ավանը։
Ինչ է նախատեսում, ինչպեսի վերջնական տեսք պետք է ունենա, որովհետև որքան հասկանում արդեն կառուցել եք շահգործման եք հանձնել պոլիկլինիկան, կա արդեն 9 հարկանի շենքը, բայց դա ամբողջը չէ։ Ոչ։ Այնտեղ ես ուզում եմ ասել, որ 9 հարկանի շենքը դա միջազգային ստանդարտներին համապատասխան եւ սեյսմակայուն շենք է, որտեղ տեղակայված է նաև ճգնաժամային կառավարման կենտրոնը, որտեղ աշխատում են փրկարարները, հրշեջ փրկարարները, եւ ես կարծում եմ այդ արտակարգ քաղաքացածը այն ժամանակ կլինի, որ այնտեղ լինեն նաև հիդրոմետ ծառայության աշխատակիցներ։ Ամբողջը կենտրոնացված այո, կենտրոնացված ապարատ է, այդտեղ եթե մենք կենտրոնացում ենք եւ ծախսերն էլ է քիչ։ Հիմա տարբեր քաղաքի տարբեր տեղերում ես ունեմ այնտեղ պահակային ծառայություն, տարբեր ծառայություններ կան եւ այդ ծառայությունը կլինի այսպես ասած բոլոր ծառայությունների միգրացիան մեկ վայրում։ Ես կարծում եմ դեռ մի 2-3 տարի մենք այդ ուղղությամբ աշխատանքներ կտանենք։ Եթե չեմ սխալվում, այս տարի ծրագրվում է նաև Գառնի դիտակայանի վերագործարկումը։ Ինչ փուլում է դա գտնվում։ Ես ձեզ ասեմ, որ դա շատ կարևոր է այսօր եւ մենք այդտեղ աշխատանքներ ենք տանում, որովհետեւ այնտեղ տեղադրված է եզակի դեֆորմոգրաֆներից մեկը աշխարհի, որը ինքը դա ինչ է։ Դեֆորմոգրաֆը դա ցույց է տալի երկրի կեղևի շարժը։ Շարժը ցույց է տալիս երկրաշարժից առաջ։ Այնտեղ մենք կփորձենք ունենալ միջազգային կենտրոն, սեյսմիկ միջազգային կենտրոն, որովհետև մեր աշխատակիցները, մեր հին ունենք աշխատակիցներ, որ հաճախ նշում են այն մասին, որ մեր ծառայությունը, սեյսմիկ ծառայությունը 90-ական թվականներին եղել է լավագույններից տարածաշրջանում, եւ ես ուզում եմ, որ մեր սեյսմոլոգները հիշողությամբ չապրեն։ Այսինքն մենք ամեն ինչ անելու ենք, որ Գառնին լինի կենտրոն, եւ բացի Գառնի կենտրոնից մենք ունենք հորատանցքեր, որտեղ ՄԱԿ-ի հետ միասին ծրագիր ենք անում, որ այնտեղ միանգամից հորատանցքերից մենք ինֆորմացիա ենք ստանում, համապատասխան գործիքներ են տեղադրվում այնտեղ սեյսմոգրաֆներ, որոնց միջոցով մենք ստանում ենք ինֆորմացիա ջրի բաղադրության կամ ջրի մակարդակի բարձրացման հետ կապված, որը երկրաշարժից առաջ է լինում։ Որքան առաջ, 1 օր, 1 ժամ։ Դա արդեն գիտեք երկրաշարժերը տարբեր են լինում։ Կան երկրաշարժեր, որ շատ արագ է լինում երկրաշարժը, որ այդ մասին չեն էլ տեղյակ չես կարողանում լինել, բայց դա կարող է լինել 1 շաբաթ առաջ, ասենք մի 10 օր առաջ։ Հասկանալի։ Լավ, սիրելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ դեկտեմբերին պարոն Երիցյանը մեկնել էր Բրյուսել, որտեղ հանդիպումներ ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Այդ հանդիպմանը պարոն Երիցյանը հանդես է եկել նաև համառոտ զեկույցով, որը եզրափակել է, այսպես ասած, տեսաուղերձով կամ վիդեոպրեզենտացիայով։ Ես առաջարկում եմ այժմ տեսնել այդ վիդեոպրեզենտացիան, որի ամբողջ իմաստը հետևյալն է. Հայաստան 88 թվականի հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ուներ փրկարարական ծառայության կարիք եւ փրկարարներ, աստիճանաբար կարողացավ վերակազմավորել իր փրկարարական ծառայությունը եւ ոչ միայն այստեղ ստեղծել ծառայություն, այլև դառնալ փրկարարական ծառայություն արտահանող երկիր։ Մոտ 3 րոպե վիդեոպրեզենտացիա նախ առաջարկում ծանոթանալ, որից հետո արդեն կխոսենք, թե ինչպես եւ ուր են մեկնել եւ մեկնելու մեր փրկարարները արտասահման, ինչ նոր արագ արձագանքման հայ-ռուսական կենտրոն է ստեղծվելու եւ որն է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ գործակցության Արմեն Երիցյանի բանաձևը։
Азовье, которое сегодня вышло из списков особо пожароопасных регионов, уже целую неделю работают борцы с огнем из Армении. Я хотел бы искренне поблагодарить наших армянских друзей, выразить благодарность и президенту республики, и всем спасателям и пожарным, которые принимали участие в спасении наших объектов. Դուք դիտում եք Բանաձևը եւ Արմեն Երուսյանի հետ մենք այսօր զրուցում ենք արտակարգ իրավիճակների կառավարման մասին, ինչպիսին են հանդիպումները Բրյուսելում։ Ընդհանրապես ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության ամենաանկյունակարը որն է։ Ну ձեր ոլորտի մասը։ Ընդհանրապես ես ձեզ ասեմ, որ ՆԱՏՕ-ի հետ միասին մենք ուսումնավարժանքներ ենք անցկացնում։ 2010 թվականին անցավ մեզ մոտ ՆԱՏՕ 2010-ը, որ ընդհանուր գնահատականը տրվեց, շատ դրական գերազանց գնահատական տրվեց, բայց մեր թիմը, ընդհանուր փրկարարական մեր թիմը եւ Մոլդովայում, եւ Ղազախստանում, Վրաստանում, բոլոր տեղերը մենք ուսումնավարժանքներին մենք մասնակցել ենք եւ եղել ենք լավագույններից մեկը մեր թիմը։ Ընդհանուր ես Բրյուսելի հետ կապված ուզում եմ ասել, որ այնտեղ 28 գումարած 15 երկրներն էին եւ հատուկ իրենք այնտեղ հանդիպում ունեցան ինձ հետ, այսինքն որպես արտակարգ իրավիճակների նախարար եւ իրենց հետաքրքրում էր, որ 3 տարվա ընթացքում մենք կարողացել ենք այդպիսի ձեռքբերումներ ունենալ եւ ես այնտեղ զեկուցեցի, զեկույցից հետո համարյա բոլոր երկրներից եղան ինձ հարցեր, Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան, ինչներ հետաքրքրում են։ Ընդհանրապես մեր նախարարության կողմից կատարված աշխատանքները ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ 911 ծառայությունը ինչ են ընտրել 911 այլ ոչ թե 112-ը, բայց ընդհանուր առմամբ մեզ մոտ կա նաև 112-ը, բոլոր հարցերին 911 ամերիկյան մոդելն է։ Այո, Եվրոպայում կարծեմ 112-ն է, այո։ Մենք կարծում եմ ճիշտ էինք մենք ընտրել, որտեղ 911 ավելի լավ հիշում է եւ 911 ավելի ճիշտ է մեր ազգի համար, մենք ավելի մեզ ավելի հոգեհարազատ է 911-ը, բայց ընդհանուր առմամբ բոլոր հարցերին ես այնտեղ պատասխանեցի եւ իրենց վերջի ելույթում, վերջի խոսքում եւ ընդհանուր բոլոր երկրները միասին ասացին, որ պատրաստ են մեզ։ Եվ եթե չեմ սխալվում, կա նաև, այսպես ասած, պայմանավորվածություն հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության երկրների մարդասիրական տարածաշրջանային կենտրոն Հայաստանում ստեղծելու մասին, ինչի մասին է խոսքը։ Այնի տակ մարդասիրական տարածաշրջան։ Ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, հենց այնի տակ պետք է լինի, որովհետեւ դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության եւ պետական ռեզերվները եւ մարդասիրական օգնությունը եւ մյուս երկրներում դա հումանիտար խոսք։ Այո, դա իրենց ոլորտն է եւ ինչով է զբաղվելու այս կենտրոնում։ Հիմնականում կենտրոնը մենք մեր ռուս գործընկերների հետ արդեն պայմանագիր ստորագրել ենք, կենտրոնը կստեղծվի այստեղ, այսինքն երրորդ երկրներին օգնություն ցուցաբերելու մեր երկրին Ռուսաստանին օգնություն, եթե պետք է մենք կգնանք այնտեղ, իրենք կգան այստեղ եւ երրորդ երկրներին, եթե դրա կարիքը լինի, մենք այստեղ տարածաշրջանային որպես կենտրոն մենք օգնություն կցուցաբերենք եւ մեր փրկարարները կգնան այնտեղ։ Ծրագրերում կա նաև Ստեփանավանի օդանավակայանի հետ կապված հայ-ռուսական համագործակցությունը ինչի մասն է։ Այստեղ նաև մենք օդանավակայանը շուտով կտրամադրվի մեզ Ստեփանավանի եւ այնտեղ դա գործում է։ Ոչ, դա չի գործում, երևի մի 20-30 տարի է, ես չգիտեմ, քանի տարի որ չի գործում, այնտեղ մենք անելիքներ դեռ շատ ունենք եւ այնտեղ մենք եւ որոշակի աշխատանքներ կկատարենք եւ մեր ռուս գործընկերների հետ եղել ենք այնտեղ արդեն տեղում նայել ենք, որ իրենք ուղաթիռները, ինքնաթիռները փոքր ավիացիան բերեն այստեղ նույն հումանիտար օգնություն ցուցաբերելու ժամանակ, որ այստեղից մենք կարողանանք
մյուս երկրներ տանել եւ այստեղ օգնություն ցուցաբերել։ Եվ եթե չեմ սխալվում, Բալահովտում պետք է բացվի կենտրոն, ինչ կենտրոնի մասն է խոսքը։ Այնտեղ նույնպես լինելու է ճգնաժամային կառավարման կենտրոն, համատեղ կենտրոն կլինի, հայ-ռուսական կենտրոն կլինի եւ այնտեղ ունենք պահեստներ եւ կօգտագործենք նաեւ հումանիտար օգնության համար եւ այդ տարածքը եւ Ստեփանավանը։ Պարոն Երիցյան, եւ չեն կարող արդեն չխոսել ընթացիկ քաղաքական զարգացումներից, հայտնի է, որ առաջիկայում Երևանի ավագանի ընտրություններ են, մամուլը գրել էր այն մասին, որ դուք գլխավորելու եք ցուցակը, կարող եք հերքել կամ հաստատել։ Ես հաստատում եմ, որ իրոք ես առաջին համարն եմ կուսակցությունը որոշում կայացրել է, օրինաց երկիր կուսակցությունը, որ ես պետք է լինեմ առաջին համարը եւ ես պատրաստ եմ գնալ պայքարի։ Եվ արդեն նորից վերադառնալ, ես հիշեցի մի հատ շատ կարևոր հարց։ Տեսեք, Սյունիքի երկրաշարժերի ժամանակ, երբ մենք մոտավորապես 1 ամիս հետո գնացել ենք Սյունիք եւ լուսաբանում ենք, թե ինչ տեղի ունեցավ Սյունիքում երկրաշարժի ժամանակ, այնտեղ փրկարարները շատ գործ չունեին անելու, որովհետեւ փոքրիկ 2-3 տանիք էր փլվել, չկար այդպիսի բան, բայց մարդիկ 2-3 օր շարունակ չէին գնում տները, որովհետեւ ասում են, որ ցնցումները շարունակվում են։ Բայց ամենամտահոգիչը դա այն էր, որ երկրաշարժի ժամանակ ու դրանից հետո մարդիկ բոլորը ավելի շատ տարածում էին դեզինֆորմացիա, քան ինֆորմացիա։ Ես հիշում եմ, լրագրողը պատմում էր, որ երբ որ մարդկանց ասել էին ինչի՞ չեք գնում ձեր տները, ասել են ինտերնետում կարդացել ենք, որ հեսա ավելի ուժեղ է լինելու։ Որն է ձեր բանաձևը կապված, որովհետև շատ հաճախ սխալները գործում են կամ մեծ զոհերը լինում են ոչ այնքան հենց աղետներից, որքան խուճապից եւ սխալ արձագանքից։ Դրա վերաբերյալ ինչ եք անելու։ Ես ծանոթ եմ եւ այն ժամանակ հանձնարարական վարչության պետին, մեր փրկարարական ծառայության վարչության պետին հանձնարարականը տվել ենք, մենք հերոստատեսությամբ հայտնեցինք, որ այդպիսի բան չկա եւ համապատասխան մեր աշխատակիցներին ուղարկեցին։ Ես կարծում եմ, որ խուճապը դա ամենավատ բանն է, որ կարող լինի։ Դա եւ երկրաշարժից առաջ, երկրաշարժից հետո ես գտնում եմ, որ մենք այս ուղղությամբ անելիքներ ունենք եւ հիմնականում դասախոսություններ են կարդում, հիմնական ուսումնավարժանքներ ենք անցկացնում։ Այսօր դուք տեսաք, մենք գավառական համալսարանում էլ անցկացրեցինք ուսումնավարժանքներ, որ երկրաշարժի ժամանակ, երկրաշարժից հետո ոնց պետք է պահենք մենք մեզ։ Այսինքն նույնը նաեւ Սյունիքում էր եւ ես կարծում եմ, որ այնտեղ էլ պետք է ավելի հաճախ ուսումնավարժանքներ անցկացնենք, որ այդպիսի խոճապներ չլինի։ Դուք կարծում եք Հայաստանի քաղաքացիները այժմ ավելի տեղյակ են ինչպես արձագանքել երկրաշարժին, քան 88-ին։ Իհարկե։ Ես կարծում եմ եւ տեղյակ են եւ կարծում եմ, որ եթե մենք 88-ը չտեսնեինք, այդ խոճապը չէր լինի։ Մարդիկ վախեցած են, մարդկանց հիշողության մեջ դեռ կա 88 թվականը եւ մենք փորձում ենք այդ ամեն ինչ անել, որ մարդիկ տեսնեն, որ մենք պատրաստ ենք, մենք կարող ենք այնպես անել, որ մարդկանց կյանքին եւ առողջությանը վնաս քիչ սպառնա եւ մենք այնպես անենք, որ մարդիկ իմանան ոնց ինչ պետք է անեն, ինչ գործողություններ պետք է անեն, որ երկրաշարժից հետո կամ երկրաշարժի ժամանակ որ չվտանգեն իրենց կյանքն ու առողջությունը։ Պարոն Երիցյան, շնորհակալ եմ մեր հրավերին ընդունելու եւ հարցերին պատասխանելու համար։ Սիրելի հեռուստատեղներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ։ Մեր զրույցի առիթը մի քանի իրադարձություններ են, նախ մարտին նախարարությունը մի քանի ուսումնական վարժանքներ է իրականացնում, սա ամենահագեցած սեզոնը, երկրորդը, որ լրանում է պարոն Երիցյանի պաշտոնավարման 3 տարիները ու այս ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, մասնավորապես այն, որ այժմ օրինակ արագ արձագանքման ջոկատների աշխատանքը խիստ վերահսկելի է, տեսանկարահանվում է եւ նրանց աշխատանքը եւ նաեւ մեքենաներում կան GPS-ներ, գործում է 911 նոր ծառայությունը, որը ըստ պարոն Երիցյանի շուտով հասանելի կլինի նաեւ մարզերում, հասանելի է, բայց տեսած ճգնաժամային կառավարման կենտրոններ կստեղծվեն մարզերում։ Հայ փրկարարները այսօր ոչ միայն օգնում են հայաստանցիներին, այլև այս ընթացքում եղել են մոտ 10-ից ավելի երկրներում, որտեղ մասնակցել են աղետների վերացմանը, եւ նաեւ ԱԻՆ-ը համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի եւ ՀԱՊԿ-ի հետ նախ միջազգային չափանիշներով աշխատելու համար, երկրորդը համատեղ ծրագրեր իրականացնելու համար։ Բայց ամենագլխավորը թերևս նաեւ այն է, որ ինչպես հաղորդման սկզբում ասացինք, պետք է այնպես անել, որպեսզի պատահարը չդառնա աղետ եւ ամենագլխավորը դա քաղաքացիների գրագետ եւ տեղեկացված որոշումներ ընդունելն է, հետեւել փրկարարների հորդորների եւ խոճապի չմատնվել։ Այս ամբողջ աշխատանքը հենց դրա համար է արվում։ Սա համառոտ եթե բաց եք թողել մեր զրույցը, դուք դիտում եք Արմեզի բանաձևը։ Շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։
Ապահովագրեք ձեր առողջությունը լավագույն որակ երաշխավորող ընկերությունում Garant Insurance։ Մեզ հետ առողջ եք եւ ապահով։